Բարև ձեզ ռադիո լսողներ, հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ։ Չնայած կոնկրետ իմ անձնական կարծիքին, որ մեր ժամանակներում պատմավեպի ժանրը չունի նախկին գործառնականությունն ու ազդեցությունը եւ պատմական թեմայով գրված գործերը ընդհանրապես ապահովում են աուրա եւ միջավայր, առանց հստակ գաղափարախոսական ուղերձների, այդուհանդերձ շարունակվում են գրվել պատմավեպեր, շատ գրողներ շարունակում են գրել պատմավեպեր եւ Սփյուռքում ապրող հեղինակ Կարեն Խաչատրյանի, որ ավելի շատ հայտնի է Խաչկար գրական անունով, պատմավեպն է լույս տեսել Ենիչերին վերնագրով, որի շուրջ եւ ընդհանրապես ժանրի ներկայիս գործառնականության շուրջ կզրուցեն գրականագետ Արմեն Ավանեսյանի հետ։ Ողջույն Արմեն։ Բարև ձեզ։ Համաձայն ես իմ տեսակետին պատմավեպի արդի դրսևորումների հետ կապված, որ գաղափարախոսական այն հղումները, հարցադրումները, որ բնորոշ էր օրինակ մեր դասական պատմավեպին կամ շատ հեռու չգնանք նույնիսկ անկախության առաջին շրջանի պատմավեպին, Խեչոյան, Խալափյան, Զեյթունցյան եւ այլն, այժմ պատմավեպը կարծես թե այդ խնդիրը դադարել է հետապնդելուց եւ ընդհանրապես դարձել է մի տեքստ, վեպ, հա, որի միջավայրը պարզապես պատմական է։ Այն որ ժանրում որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել, դա հենց արդեն իսկ Խալափյանի, Խեչոյանի, նրանց առաջ Վարդան Գրիգորյանի, Վիգեն Խեչումյանի, Արմեն Մարտիրոսյանի պատմավեպերում արդեն իսկ երևում են փոփոխությունները, երևում են, բնականաբար պատմավեպը արդեն իսկ մոտենում է ուղղակի վեպին, այսպես ասենք, հա, որովհետև ուղղակիորեն պատմական խնդիր, այսպես ասած, չի լուծում հեղինակը, այսօր հեղինակը, եւ բացի դրանից էլ այդ գաղափարական ծանր ազդեցությունը, որը որ մեր ասենք հատկապես ռոմանտիկական շրջանի պատմավեպերում կար, որ պիտի այդ գաղափարը նստեր ուղղակի ընթերցողների ժողովրդի մեջ այդ գաղափարը պիտի մտներ, դա եւս դրանից որոշակիորեն ձերբազատված է, բայց ամեն դեպքում պատմության անդրադարձը հենց այնպես չի, ճիշտ է, ես մտածում եմ, որ դա նաեւ շատ հետաքրքիր էքսկուրս է ընթերցողի համար դեպի պատմական ժամանակաշրջան, դա նաեւ ճանաչողական շատ բաներ կան եւ մնացել են պատմավեպում, բայց միևնույն է, եթե գրողը որոշակիորեն պատմությանն է դիմում, նշանակում է իր ժամանակի եւ պատմական տվյալ ժամանակաշրջանի հետ ինչ որ նմանություններ տեսել է, ինչ որ բաներ կան եւ դրա համար այդ խնդիրը, որ Ռաֆին սահմանում էր, որ պատմական պատմության եւ ներկայի միջև կա որոշակի նմանություն, ժամանակակից պատմավեպը դեռևս այդ խնդիրը հետապնդում է, այսպես լավ պատմավեպերը, այո, լավ գանք Ենիչերին պատմավեպին, տես մի անգամից երբ որ ծանոթացա վեպին, այս կոնցեպտը աչքիս առաջ եկավ, հա, առաջին անգամ Վարդան Գրիգորյանը 81 թվականին հավերժական վերադարձ վեպով ցույց տվեց, որ կարելի է պատմավեպ ունենալ ոչ այնքան բուն, հա, հայկական իրականության մասին, չներառել շատ հայտնի հայ պատմական դեմքեր, արքաներ, սպարապետներ եւ այլն, եւ միտումը շարունակվեց հետագայում Զորայր Խալափյանի Վասիլ Մեծով։ Ճիշտ է, Վասիլը ծագումով հայ էր, բայց այդուհանդերձ մենք այդ պատմավեպում գործ ունենք բյուզանդական իրականության հետ այդուհանդերձ։ Եվ բրուտի հետ ի վերջո սովորական։ Հղումները ներքին դրանց մասին խոսենք։ Հիմա Ենիչերին ըստ ամենայնի հայկական թեմայի հետ աղերս չունեցող, հա, առաջին հայացքից պատմավեպ է, բայց եւ Վարդան Գրիգորյանը եւ Զորայր Խալափյանը իրենց պատմավեպերում ունեին հստակ ուղերձներ, գաղափարախոսական, դաստիարակչական, եթե կուզես, հա, ուղղված մեր ժողովրդին, մեր պատմության ընթացքին։ Այ կուզեի այս լույսի տակ արժևորեիր Խաչկարի Ենիչերին պատմավեպը։ Շատ հետաքրքիր հարցադրում եք կատարում, անշուշտ գործողությունները 15-րդ դարավերջ 16-րդ դարասկիզբ, եթե մենք նայում ենք թուրքական պալատն է ներկայացում, Բայազեդ Սուլթանը, Սելիմը, հայկական կապ չունի։ Մեծ իմաստով այնտեղ մենք կտեսնենք Ռոմի Պապի հետ այնտեղ բանակցություններ, հազար հարցեր եւ այլն, ներպալատական խարդավանքներ ենք տեսնում, թուրքական պալատն ենք տեսնում, եւ այլն, բայց կողքից հյուսվում է նաեւ հայ ընտանիքի մի պատմություն սովորական, հա, գյուղական ընտանիքի, նույնիսկ ասենք վարժապետ էր ընտանիքի հայրը եւ նրա որդի
հրայրին, թե ինչպես նա դարձավ, նրան դարձրեցին բռնի 5 տարեկանում, դարձրեցին բռնի Ենիչերի։ Գիտեք, հետաքրքիր մի բան կա, որ նայում տեսնում ենք Ենիչերի ուղղակիորեն չդարձրեցին, նախ ворթեգրեցին նրան, թուրքացրեցին, ինչպես միշտ թուրքական։ Հետևողականորեն հայտնի մարդ ворթեգրեցով զավակ չեր ունենում, նմանացրել էր իր զավակին եւ հարուստ մարդ, հա, բերքերը, այսինքն նրան ворթեգրող հայրը ժամանակի թուրքական, ասենք, իշխանական, հա, այդպես ասեմ, հա, մարդկանցից էր։ Նա լավ նրան հնարավորություններ ընձեռեցին եւ նա դարձավ Ենիչերի, որը որ այսքան սուլթանին անմիջական ենթարկվող զորքի մի մասը դարձավ, զինվորը դարձավ, սուլթանի զինվորը դարձավ եւ ուժեղ մարտիկ դարձավ։ Թե հետո ինչպես դասավորվեց, այլ շատ հետաքրքիր ձևով, այո, ներկայացվում է այդ ամբողջ այդ միջնադարը, միջնադարի սովորույթները, այդ բարքերն են ներկայացվում, այստեղ մենք գործ ունենք արդեն, գիտեք ինչ, թրքացած հայ կերպարի հետ գործ ունենք, սա է ամբողջ խնդիրը։ Այսինքն դեռ 15-րդ դարից սկսած։ Դեռ 15-րդ դարից սկսած, այո, թրքացած, կարդալուց հետո ես զարմանալիորեն ինչը անցավ իմ մտքով, որ այդքան մենք թագավորական դինաստիաներ ենք ունեցել, ասենք վերջինը Բագրատները, ինչի՞ չի, որպես պրոյեկտ, Ենիչերի պրոյեկտը Բագրատունի թագավորներից մեկի մտքով անցել, որ վերցնեին իրանց թագավորի զինվոր դարձնեին, տարբեր ազգերի, քրդերին վերցնեին, ասորիներին, ով որ կար այդտեղ խառը ազգեր էին, վերցնեին, դարձնեին, քրիստոնեացնեին ու ասեն հանուն թագավորի պետք է դաժանություններ անեք։ Մենք ուժեղ պետություն կունենայինք, էլի վերջո։ Եթե Ենիչերին իբրև պրոյեկտ, հա, հայ թագավորի մտքով անցներ։ Տես, Ենիչերին որպես պրոյեկտ եւ ընդհանրապես Ենիչերի ասվածը դաժանագույն ասոցիացիաներ է բերում բնականաբար ցանկացած հայ մարդու մտածողության մեջ, որովհետեւ եթե Ենիչերիներից դժվաց ազգեր կան աշխարհում, բնականաբար առաջինը մենք ենք։ Այս դեպքում այդ ընթացքը Արմեն, ահա կերպարի այդ զարգացումը բնականաբար դրվում է պատմության ինչ որ հյուսվածքի մեջ, հա? Պատմական կարևորությունը դրա նշանակությունը, հա, մեկնաբանությունը ի վերջո, այդ դրվագը ինչպես է մեկնաբանում պատմությունը։ Ի վերջո նայեք, Չալդրանի ճակատամարտի հերոսներից դարձավ հայ հրայրը, որը արդեն իսկ Հիտլեր էր դարձել, այսինքն հայկական ամբողջությամբ մտել էր հենց մոլերանտ թուրքականության մեջ էր ինքը մտել, այսինքն լրիվ կորցրել էր իր ինքնությունը, էլի, բայց բնականաբար հետո հանդիպում է իր ընտանիքին եւ հեղինակը կարողացել է այդտեղ շատ հետաքրքիր եւ հոգեբանական լուծումները անանել եւ բնականաբար ինքնության դարձ, ասեմ, սա դարձ չի, էլի մի տեսակ լինում, էլի, սա ինքն իրեն ճանաչում է ի վերջո, ով է ինքը։ Ինքն մանկուր չի վերջնական, եթե Չինգիզ այդ մտավի բառ օգտագործենք։ Բնականաբար մանկուր չի, բայց նաեւ մարդկային դիմագիծն է կորցնում եւ ընդհանրապես դադարում է գոյություն ունենալուց։ Երբ որ բացահայտում է ինքն իրեն եւ նաեւ իր արարքները իր ցեղի նկատմամբ, իր հարազատների նկատմամբ, իր արարքները չեմ ուզում հիմա շատ բացահայտումներ անեմ, որովհետեւ սյուժետային պետք չի, բայց սյուժետային տարեր կա, գիտեք ինչ, բայց բան կա, չի հաղթահարում։ Չի հաղթահարվում թուրքիզմը։ Թուրքիզմը ոչնչացնում է նրան։ Այս ամբողջ գաղափարական տեսանկյունից այնքան խորն է թուրքականության արմատները նրա մեջ, որ ոչնչացնում, այսինքն այդ հոգեվթարի արդյունքում հոգեվթարը ի վերջո տեղի ունենում, հա, նրա ներսում։ Հոգեվթարը եւ այլևս նա դադարում է որպես այդպեսին, որպես մարդ գոյություն ունենալուց։ Նա չի ցանկանում ապրել, չկա ոչ մի էմոցիոնալ, ոչ մի բան չունի առ, այլևս չկա։ Այսինքն ի վերջո այս բանը այն է, որ թուրքիզմը կարողանում է ի վերջո հաղթել։ Հա, հիմա կարող է հարց առաջանալ, սա հայերի մասին է, թե թուրքերի մասին է այս վեպը, հա, եթե թուրքիզմը հաղթեց։ Դա ասենք հիմա քո պատմածով եւ իմ ընթերցածով բնականաբարն է, ելակետը նաեւ սրանա բերում, որ մեր ձեռքով են մեզ բաժին հասած չարիքները, հա? Նաեւ դա կա, նաեւ մեզ ձեռքով են նրանց մեծ հաջողությունները, սա բովանդակությունը եւս կա։ Այսինքն մխիթարվում ենք նրանով, որ մեր ձեռքով, հա, մենք սիրում ենք, չէ՞ ասել։ Մխիթարվելու խնդիր չկա, սա մենք ենք հիմնադրել մեր շենքերն են։ Սա տանում է ինքնաճանաչման։
մենք ինքներս մեզ պիտի նաև կարողանանք հերթական անգամ ճանաչել եւ մեր միջավայրը ճիշտ ճանաչել, որովհետեւ այդ նույն կերպ այնտեղ ապրող հայ կերպարները, եթե մենք նայենք, թվում է թե մաքարող, հա, պայքարող, ասենք այդտեղ կա նաև պայքարի տեսա, որ պիտի համախմբվեն, բան անեն, պայքարեն, չթողնեն, բայց գիտեք, իրենք վերջին պահին ոչ կարողանում են համախմբվել, ոչ կարողանում են պայքարել, ոչ կարողանում են ընդդիմանալ, հա, սա շատ կարևոր է, որովհետև իրենք եւս իրենց չէին ճանաչում եւ իրենք եւս իրենց միջավայրը չէին ճանաչում եւ իրենք Թուրքին չէին ճանաչում եւ թուրքիզմը ընդհանրապես չէին ճանաչում։ Այսինքն մենք պիտի մեր քայլերից առաջ դիմացինին ճանաչենք, սա շատ կարևոր գիրք է։ 100 տարի Օշականը այդ մասին ասում է եւ ինքը ստեղծեց թուրքերի մասին լավագույն վեպերը։ Այո, եւ պիտի ասեմ, որ այդ Օշականյան մտայնության եւ գաղափարախոսության հետ աղերսներ այս վեպում կան, որ մենք պիտի կարողանանք դիմացինին ճանաչել, որ գիտեք, հիմա մենք միշտ ոտաբոբիկ դուրս են գալի, մտնում կրակների մեջ, հետո ասում ենք այրվեցինք, ինչ եղավ։ Որովհետև նախ կրակը չճանաչեցիր, հետո ոտաբոբիկ եղար, այնքան հարցեր կան, այդ հարցերը ներքին նաև, բայց ինքը շատ հետաքրքիր է վեպը որպես հոգեբանական զարգացում ունի, էլի, իր մեջ, իր ներսում, այդ ասենք այդ պատմական ընդհանուր միջև պատմական թրիլեր կարելի է վերագրել շատ դեպքերում, որովհետև այդ գահի հետ կապված թագաժառանգների միջև այդ պայքարները ի վերջո նա ով սուլթան է դառնում, նա պիտի վերացներ ըստ թուրքական պալատի ես նկատեցի, որ բավական լավ ուսումնասիրված եւ ներկայացված է, հա, թուրքական այդ պալատական կյանքը, հա, եւ այնտեղ անընդհատ գոյություն ունեցող ինտրիգներ, տարբեր այսպես կարգեր, հա, որոնք պետք է պահպանվեն, անուն որոնց սպանություններ եւ այլն, այսինքն այն ամբողջ պատկերը, որը սովորաբար բնորոշ է պալատներին, հա, այդ չգիտեմ, եթե Խալափյանին հիշեցինք խոսքի սկզբում, բայց նույն դավադրությունները, համարյա նույն սցենարները նաեւ բյուզանդական արքունիքում էին, հա, տեղի ունենում եղբոր, որ ճշտամացել էին ամենահավատարիմ մարդը Սուլթանի դրած լրտեսն է ի վերջո։ Այս sense հետաքրքիր հյուսվածքներ կարողացել է, բայց նաև հոգեբանական զարգացում կա հատկապես գլխավոր հերոսի Հիտլերի, հա, տեսնում ենք թե ինչպես է ջնջվում նրա անցյալը, նրա էությունը, ինչ որ բան է ստեղծվում, բայց ի վերջո հնարավոր չի Արյանը հաղթել եւ Արյունը հնարավոր չի Այդ էլ կարող ենք որպես վեպի գաղափարական ելակետ անցնել։ Անպայման, զարմանալիորեն ինքը իրեն գտնում է ընդամենը փոքրիկ օրորոցային երկի հնչյունների քրոջ օրորոցային երկի հնչյունների մեջ ինքն իրեն գտնում է ինքը ճանաչում է իրեն տարածված այսպես ներքին սյուժե է, հա, ոնց է կատարվում այդ վերադարձը, սովորաբար ինչ որ հիշողությունների, լուսանկարների, հա, օրոցային, որովհետև ինքը արդեն իսկ անցել էր սահմանները բոլոր ի վերջո մտնելով թուրքականության մեջ, դառնալով թուրք ամենահայտնի ժամանակի հերոսներից, Ենիչերիների, Շալդարանի ճակատամարտի ի վերջո հաղթությունը հենց առաջին գործող անձանցից մեկն էր այդ հաղթանակի եւ ահա մեծ դաժանություններ էր իրագործել, այդ թվում եւ իր ձեռքը հասել իր հարազատներին անգամ եւ ահա այդ պահին է ի վերջո այդ գալիս այդ օրոցային երկի միջոցով։ Լավ, արմեն, սյուժետային մանրամասները թողնենք ընթերցողներին, այդ մի բանը կարող են գերաշխավորել, որ անկախ գաղափարական եւ այլ ելակետերից վեպը կարելի է կարդալ կլանված, հա, որտեղ այդ սյուժետային զարգացումները շատ լավ են արված, հետաքրությունը, ինտրիգները, սպասումները շունչ կտրելու չափ հաճախ, բայց գանք էլի պատմավեպի ժանրին այդուհանդերձ, որովհետեւ հատկապես այն գրողների դեպքերում, օրինակ Ստեփան Զորյան, հա, Մուրացան, Ցերենց, չէ, ուրիշ բան եմ ասում, Լևոն Խեչոյան, նաև Զորայր Խալափյան, երբ որ կարդում ես նրանց ոչ պատմական, հա, գործերը եւ հետո կարդում ես պատմավեպերը, տեսնում ես, որ բոլորովին այլ լեզու է, հա, եւ ըստ իս պատմավեպը որևէ պատմավեպ գնահատելիս անպայման պետք է կարողանանք արժևորել գնահատել նաև նրա լեզուն։ Միանշանակ։ Ենիչերին վեպի լեզուն այդ տեսանկյունից ինչպես կգնահատես։
Իսկ ամենացայտուն օրինակը կներեք Վիգեն Խեչումյանն էր, որը որ պատմական ինչ որ գրեց դրանք եղան շքեղ գործեր, բայց ասենք իր ժամանակի մասին գրվածքները օրինակ, բայց կարող ենք մյուս գրողներն էլ հիշել, որ երկու դեպքում էլ Մուրացյաններից մյուս գործերում ունի շքեղ լեզու եւ Գևորգ Մարզպետունիում օրինակ, բայց ամեն դեպքում դա լեզվական տարբեր աուրաներ են եւ խոսքը միայն, չգիտեմ, պատմական որոշ բառաձևերի, բաների կիրառության մեջ բնականաբար չէ, շատ հյութեղ պատում են ներկայացրել, այո, այնտեղ կան միաժամանակ բառեր, որոնք պատմաշրջանով են թելադրված, դրանք մտնում են, ասենք, մեջը կամ ասենք նույն, եթե մենք նայում ենք, այնտեղ կա բարակների կամ ինչպես ասենք այդ զորատեղերի, հա, որտեղ որ հավաքվում էին, ասենք, զրուցում էին, կատակներ էին անում, ասենք տարբեր յենիչերիները, հա, տարբեր զինվորները հավաքված բան, ասենք նաև այդ ներքին կյանքն է ներկայացնում, այնտեղ այդ բարակներից ներսում ինչ է ունենում եւ այլն, այսինքն այնտեղ որտեղ որ կենցաղային է, այնտեղ պահպանել է այդ կենցաղային ասել խոսալու այդպես ժողովրդական խոսվածքը, այնտեղ որտեղ որ պալատական է, ավելի այդ ոճավորումները բավականին հետաքրքիր կերպով է այդ դրամատիկան պահպանել, այսինքն պալատականի խոսքը լրիվ ուրիշ է, հա, օրինակ ասենք, երբ որ խոսում են, ասենք, երբ որ Բայազետն ու Սելիմն են խոսում միմյանց հետ, նրանք արդեն այլ գնահատականներ են տալիս, խոսում են Եվրոպայի մասին, դեմ չեմ, որ լեզուները հատկապես այդ տարբեր խավերի, այսպես ասած, ոճավորված են եւ անհատականացված, բայց պատմավեպի լեզու է, հա, օրինակ նույն Ստեփան Զորյան օրինակ, հա, նույն քո հիշած Խեչումյանը, երբ որ անգամ դիալոգներ չեն, իրենց պատումը հեղինակային պատմական որոշակի շունչ ունի, հա, որտեղ այդ լեզուն շատ վճռորոշ դեր է կատարում։ Արդյոք Յենիչերին վեպում դու տեսար այդ շունչը, անպայման կա այդ շունչը, անպայման հետաքրքիր ձևով ներկայացում է միջնադարը, այսպես ասեմ, արդեն մյուս կողմից մի քիչ ուշ միջնադարը, հա, սա այն, ասենք, ավելի հին շրջանը չի, ուշ միջնադարն է, որտեղ զարգացումները, բայց ամեն դեպքում այդ պատմական առնենք, որ միջավայրը հայկական չի այդուհանդերձ։ Հա, այդ չէ, այնուհանդերձ նաև հայկական միջավայրն է զուգահեռ, ինքը բան է, էլի, ասենք, այդ անցումները շատ հետաքրքիր ձևով է կարողացել ի կատարածել, բայց կա անպայման կա քրիստոնեության խորհուրդը կա, նաև խաչի խորհուրդը կա, որովհետև Հիտլերին նաև իր խաչն են պահպանում են, հետո այսպես եւ այլն, այդ խաչի պատմությունն էլ կա, մի հատ փոքրիկ խաչի պատմություն է գնում, որ նա ամուր ձեռքում 5 տարեկանում պահպանված է լինում։ Մի շարք հետաքրքիր բաներ շատ կան, այսինքն այդ հյուսվածքները նաև հետաքրքիր մանրաթելեր ունեն, էլի։ Իսկ սա հոգեբանական արձակին բնորոշ բան է, իսկ պատումը անպայման պիտի ասեմ պատմական պատում է, որովհետև իրոք շունչն այդպիսին է, գրողական շունչն այդպիսին է, այսինքն չկան մոդեռն, այսպես ասած, ձևակերպումներ, արհեստական բառամթերք չի օգտագործում հեղինակը, հա, Փորձում եմ մնալ բանի մեջ։ Արմեն, արդիական մատենաշարով ես հրատարակել այս պատմավեպը, հա, արդիական։ Այո։ Որպես ամփոփում մեր զրույցի, ինչով ես համոզելու ընթերցողներին հիմա, որ այս պատմավեպը արդիական է եւ անպայման պետք է կարդալ։ Նախ այս պատմավեպի ամենամեծ առաքելությունը, որ պիտի ես ասեմ, երբ որ նաև նախաձեռնեցի, հրատարակումը ճանաչողությունն է։ Մենք ճանաչողական արժեքը մեծ է։ Մեծ է ճանաչողական արժեքը, մենք այսօր եւ այդ կանգնած ենք այնպիսի մարտահրավերների հետ, սահմանների բացման հարց է եւ այլն, ի վերջո պետք է դարերի վեր ճշնամի պետք չի լինենք, պետք է իրար հետ, այսպես ասած, շփումներ լինեն, չէ, որոշակի կոմունիկացիաներ լինեն, ասենք, մեր հարևանների հետ, բայց այս հարևաններին նախ եւ առաջ ճանաչել է պետք։ Դե այդ ասում եմ Օշականը 100 տարի ասում է։ Այո, այդ առումով այդ ներսից կարծես դրա համար եմ ասում, սա թուրքերի մասին չի, այս վեպը։ Մեր մասին։ Սա թուրքիզմի մասին է։ Թուրքիզմի մասին է։ Այո, կարող է եւ Հայաստանում եւս ապրի մարդ, ով հենց այդ թուրքիզմի կրողնակ կամ ասենք, չգիտեմ, եւ այլն իր դաժանությունով, եւ օրինակը մի քիչ ուրիշ եմ ուզում բերեմ։ Ավելի ճշգրիտ որպեսի ասեմ, սա այն
գաղափարի մասին է թուրքական, մենք հիշում ենք նաև ֆուտբոլային տարբեր հանդիպումների ժամանակ ելնում են իրենց թուրք ես, ուրեմն ես թուրք եմ, հպարտ եմ եւ այլն, այսպես իրենց հիմնի մեջ այդ ամեն ինչը որ կա, այդ ամեն ինչ շուրջ բոլորը նույնիսկ տեղանքը թրքասնելու այդ նրանց ջանքերի մասին է եւ այստեղ արդյոք մենք կդիմանանք դրան, թե չենք դիմանա դրան, մենք պիտի որոշակիորեն պատրաստ լինենք, մենք եւս անելիքներ ունենք, իսկ այս հարցերն են, որ ակամա այս վեպը կարդալուց հետո առաջանում է, որովհետեւ թող լինի բոլոր տեսակի կոմունիկացիաները, բայց այնպես լինի, որ վերջում չկա դառնա էլի ուժեղի մոտ միշտ էլ թույլն է եղավ։ Դե ցավոք այդ թույլի ճշմարտությունները երբեմն ավելի շատ են աշխատում մեր մոտ, քան այդ տեսակ կարևոր զգուշացումները։ Հուսանք, որ այն ինչ որ մեր տարբեր գրողների օշականի կողմից 100 տարի կարդացել ենք Մաթեոսյանի մյուսների չեն կարել, հուսանք այս վեպն էլ կգումարվի այդ ամեն ինչին եւ մեզ ավելի պատրաստ կդարձնի մեր ժողովրդին գալիք մարտահրավերներին։ Շնորհակալություն Արմեն զրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ, ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի գրականագետ Արմեն Ավանեսյանի հետ։ Մեր զրույցի թեման Խաչկարի Ենիչերին պատմավեպներ։ Լավ եղեք։